Հանուն Հոր եւ Որդվո եւ Հոգվին Սրբո ամեն Չգիտեք թե ում համար որ դուք ձեզ ծառայության մեջ եք դնում ծառա եք եթե մեղքին ձեզ մահվան է առաջնորդում եթե Աստծո հնազանդությանը արդարության Սիրելիներս մեր կյանքի մեջ չկա այդպիսի մարդ որ չձգտի ազատության յուրաքանչյուր մարդ ուզում է ազատ ապրել, ազատ գործել, ազատ ստեղծագործել, ազատ շարժվել, տեղաշարժվել, գնալ, գալ, ինչ որ ուզում է անել։ Իրականում, բայց այս ամենը խաբեց, որտեղ մենք ազատ չենք։ Եվ հարց այստեղ Պողոս Արաքյալի այն չէ, թե ինչին ենք ծառայում կամ ինչպես ենք ծառայում, ում ենք ծառայում։ Հարց այստեղ է, թե մեղքին ենք ծառայում, մենք կամաց մահվան ենք գնում, ինչպես այսօր նամակի վերջում ասած մեղքի վարձը մահն է Եթե Աստծո հնազանդությանն ենք ծառայում մենք արդարությանն ենք գնում եւ կյանքին ենք գնում Ինչ ասում այսօր մարդը կամ ընդհանրապես իմ կյանքն է ինչպես կուզեմ այնպես կվարվեմ Իմ որոշումն է ինչպես կուզեմ այնպես կանեմ Որտեղ ուզեմ այնտեղ կապրեմ Ում հետ կուզեմ կամուստանամ ում հետ կուզեմ ընկերություն կանեմ բայց իրականում մենք նորից մեղքի ծառայության տակ ենք, որովհետև մենք ազատ չենք երբեք։ Մեղքը կամաց է մտնում մարդու մեջ եւ մարդուն հնազանդեցնում իրար։ Երբ սուտը խոսում է մարդը, առաջին 2-3, հետո սովորական, հետո կամաց ինչ է լինում, ոչ թե դու ես մեղքին կառավարում, այլ սուտն է քեզ կառավարում եւ ստի հնազանդության տակ ես եւ այդ սուտը քեզ տանում է դեպի մահվան։ Երբ որ մարդը բարկանում է Բորբոքած ինչ-որ բան է խոսում, հետո կամաց այդ բարկությունն է մարդուն առաջնորդում։ Ամեն բանի մեջ ինքը գոռում է, ինքը փորձում է իրեն ապացուցել, որովհետև մեղքը այլևս իշխում է այս մարդու վրա։ Ինչու, որովհետև սատանան միայն ցույց է տալիս մեղքի հաճույքը, բայց թաքցնում է մեղքի հետևանքները։ Այն ինչ որ անում ես այս պահին, որ հաճելի է, դուրեկան է քեզ համար, հետո մեծ վնասներ պիտի կրես քո գործած մեղքի պատճառով։ Պարզ օրինակը մենք տեսնում ենք սիրելիներ Դավիթ մարգարեի կյանքի մեջ։ Երբ Դավիթ մարգարեն իր պալատի պարիսպրոյով քայլում էր հանկարծ տեսավ ներքևի տանը բակում լողացող մեր կնոջը Բերսաբեհին, ցանկացավ նրան։ Ցանկությունը վերածվեց մեղքի, մեղքը դարձավ շնություն, շնությունը բերեց մահվան եւ հետո բերեց սպանության։ Այդ կնոջ ամուսնուն ուղարկեց պատերազմ, որպեսզի մեռնի, որ ինքը այդ կնոջը հետ ամուսնանա։ Տեսեք ցանկություն, գործողություն, մեղք, սպանություն եւ վերջում զրկվեց Աստծուց։ Զրկվեց Աստծո ներկայից եւ ինքը 150 սաղմոսները երգեց այդ մեկ մեղքը քավելու համար։ Ուրեմն ցանկության մեղքը մարդուն առաջնորդեց սպանության։ Այնպես էլ երբ որ դու ասում ես ես ազատ եմ, ես ինչ որ ուզեմ, ես կարող եմ անել, քո այդ ազատության գինը հետո պիտի վճարես։ Սատանան այսպես է ասում, դու հիմա գործիր, դու հիմա արա, երբ որ կարիք կլինի, քեզ կասեմ շնորհակալություն հայտնելու մասին։ Բայց այդ շնորհակալությունը ոչ թե քո այս տրվածի համար է, այլ շնորհակալությունը իրեն ծառայելու համար է, որպեսզի դու գործիք դառնաս։ Այսօրվա տողերը այսպես էր, ձեր մարմնի անդամները անիրավության գործիք մի դարձրեք, այսինքն ձեր ձեռքերը, ձեր աչքերը, ձեր ոտքերը, ձեր սիրտը, ձեր մարմինը մեղքի ծառայության տակ մի դրեք եւ սրանք մեղքի գործիքներ մի դարձրեք, որպեսզի սա բարիք գործելու փոխարեն չարիքին ծառայի, մեղքին ծառայի, սպանության համար ծառայի, գողության, կաշառգերության համար ծառայի, այլ հակառակ այս ձեռքերը տրված է բարին գործելու, առաքինի կյանքի օրինակ լինելու եւ ամենակարևորը մաքուր ձեռքերով ձեռքերը վեր բարձրացնել առանց կեղտի, առանց մեղքի Տիրոջից աղոթ խնդրել, սեր խնդրել եւ հաշտություն խնդրել։ Ուրեմն այսպիսին է, թե դու տակ ես քեզ դնում այդ ծառայության մեջ մեղքի, ուրեմն մահվան։ Մեզ թվում է թե մենք ազատ ենք, մենք ինչ ուզենք կարող, նույնիսկ մեր մտածումների մեջ անգամ թվում է թե մենք ազատ ենք, բայց մեղքն է մեզ ստիպում այդ մտածումներին գալ եւ հանգել։ Եվ մեղքը ինչ է անում մարդուն,
կորցնում է մարդու գեղեցկությունը, կորցնում է մարդու ուժը, մարդը դառնում է տկար, թույլ, մարդը դառնում է ոչ դիմադրողականություն ունեցող մարդ, եւ ինչ որ պատահի մեղքը մի քիչ գլուխ է բարձրացնում, ինչպես որ թմրամոլը կամ հարբեցողը իրենց ցանկալի այդ խմիչքը կամ թույնը որ տեսնում են, իրենց ձեռքերը դողալով կորցնում են իրենց հանգստությունը, այնպես էլ մեղքը այդպես մարդու հանգստությունն է կորցնում եւ մարդը սկսում է մեղքին ծառայել եւ կամած գնալ մահվան։ Դրա հակառակ Առաքյալն ասում է, եթե Տիրոջը հնազանդվես, արդարության մեջ կլինես։ Այսօրվա Եսայու մարգարեության հատվածը ամենակարևորներից մեկն է, ասում է, Եզ եւ Էշը ճանաչեցին իրենց Տիրոջը, այսինքն անբան անասունները մանուկ Քրիստոսի մեջ տեսան աշխարհի փրկչին, բայց ասում եմ ժողովուրդը ինչ չճանաչեց, որը մեղքն է բերում է քեզ, որ դու չես ճանաչում։ Եվ այսօրվա ավետարանական ընթերցումի մեջ Երբ որ դաշտով անցնում էր Հիսուս առաքյալների հետ, ցորենի հասկը պոկեցին, կերան, ասում է փարիսեցիները կեղծավորաբար ասացին, որ տես քո աշակերտները շաբաթ օրը պղծում են, որովհետև արգելված էր ցորեն քաղել եւ ուտել։ Ասում է, բայց չէ որ դուք քահանաներդ շաբաթ օրը պղծում եք ամեն օր տաճարի մեջ, բայց դուք անմեղ եք համարվում։ Եվ մարդու որդին է ամեն օրվա Տերը։ Երբ որ դու գալիս ես Տիրոջը հնազանդության, այդ ժամանակ ես իրական ազատություն ձեռք բերում։ Երբ որ դու մեղքի իշխանության տակ ես, դու նույնիսկ քեզ համար չես ապրում։ Դու ապրում ես ուրիշների համար, ուրիշների կարծիքը փոխելու համար, ուրիշներից վատ խոսք չլսելու համար, մարդկանց գովասանքը չկորցնելու համար, մարդկանց կեղծ բարեկամությունը չկորցնելու համար։ Դու ամեն ինչ անես, որպեսզի մարդկայնորեն այդ ամենը պահես քեզ համար։ Բայց երբ որ դու Աստծո ծառայության տակ ես մտնում, արդարություն Աստծո բերում է նրան, որ դու Աստծո բարեկամությունն ես փնտրում։ Այլևս չի հետարկում, թե մարդիկ քո մասին ինչ կխոսեն, քո հագաչորի մասին ինչ կասեն, քո ընտանիքի մասին ինչ կխոսեն, որովհետև դու գիտես, դու եւ Աստված այդ հարաբերության մեջ արդար ես, ազնիվ ես ու մաքուր ես, եւ այս մեղքը քեզ չի ստիպում, որ ենթարկվես մեղքի ծառայության եւ մարդկանց ցանկությունների համար ապրես այս աշխարհի մեջ։ Ցավոք սրտի մենք ամեն օր այդպես ենք ապրում։ Նույնիսկ երբ որ փողոցում քայլում ենք, նայում ենք, տեսնենք ով մեզ տեսավ, ով ինչ կասի մեզ, որ հանկարծ լուրը տուն չհասնի։ Նույնիսկ երբ որ պիտի մի բան խմենք, նայում ենք, տեսնենք ով կա ծանոթ, կա թե չկա, խմենք թե չխմենք, խոսենք թե չխոսենք։ Ինչու, որովհետև մեղքը այդքան մեզ իշխանության տակ է, դեռ ինքն է մեզ կառավարում։ Մինչև այն պահը, որ դու քեզ Քրիստոսի խոսքի համաձայն ասես Տեր, ոչ թե իմ ցանկությունը, այլ քո կամքը թող լինի։ Որ պահին, որ մարդը իրեն հանձնեց Աստծո կամքին, որպեսզի Աստված իրեն առաջնորդի, իրական ազատությունն այդտեղ է։ Ինչ է ասում աշխարհը սատանայի միջոցով։ Քեզ ամեն ինչ կարելի է։ Մեկ կյանք է տրված, ուրախացիր, ինչպես ուզում ես ապրիր, քո կյանքն է ինչպես ուզում ես տնորիր, վայելիր, Աստված ասում է սիրիր, ներիր, խաղաղվիր, հաշտության մեջ ապրիր։ Ներելը շատ դժվար բան է սիրելի։ Երբ որ ներում ես, հետո շատ ցավ ես զգում, բայց հետո խաղաղություն ես ունենում։ Սա Աստծո արդարությանը ծառայելն է։ Երբ որ դու ներում ես, թեև այդ ցավեցնողին չես հաշտվում ամբողջությամբ, բայց հետո խաղաղ քնում ես։ Աստված սա է բերում քեզ։ Երբ որ դու սիրում ես, առանց սիրելու, առանց ինչ-որ բան պահանջելու, դու Աստծո գործն ես անում եւ դու ազատ ես։ Դու պարտադրված չես սիրում, դու պարտադրված չես գնում, ինչպես աշխարհի մեջ չէ, որ ղեկավարը հիվանդանում է, մարդիկ ստիպված ինչ-որ թանկարժեք մի նվեր են գնում այդ մարդուն տեսության, բայց իրականում տանել չեն կարողանում այդ այցելությունը, իրենք չեն ուզում գնալ այնտեղ, որովհետև չեն սիրում այդ մարդուն, չեն ներել այդ մարդուն, որովհետև մեղքն է իրեն ստիպել այդպես վարվել, եւ մեղքը ստիպում է, որ դու շողոքորթես, մեղքը ստիպում է, որ դու նվաստանաս նորից, գնաս այդ մարդու մոտ, որովհետև ստիպված ես գնալու, դու ազատ չես։ Իսկ քանի դու ազատ չես, հոգևոր ազատություն չունես, այս աշխարհի մանրուքները քեզ համար երջանկություն պիտի համարես եւ այդ երջանկության մեջ պիտի ապրես, խաբված երջանկության մեջ, կեղծ խաղաղության մեջ, կեղծ հաշտության մեջ։ Բայց Տերն ուզում է, որ մենք Աստծո արդարությունը գործենք։ Ուրեմն առաջին բանը ներելն է, երկրորդը սիրելն է, երրորդը ճշմարիտ ապրելն է։ Ապրել այնպես, որ բեր չդառնաս ոչ քո դիմացի մարդու համար, ոչ այն հողի վրա, որ դու քայլում ես, ոչ էլ առավել եւս Աստծո համար, բեր չդառնաս։
խոնարհության մեջ է սկսվում մեր մեծ գործերը, սիրելիներ։ Եթե հնազանդվեցիր այդ կամքին, ինչպես Հիսուս, ինքը չէր ուզում խաչվել գուցե մարդկայնորեն, մարդ որպես այդպեսին չէր ուզում խաչվել, բայց ասես Տեր թող քո կամքը լինի, ու այդ հնազանդության միջոցով հարություն առավ, փրկեց աշխարհը մեղքի իշխանությունից։ Որևէ մեկս, որ որևէ գործ պիտի անենք, շատ հաճախ դժվարությամբ կամ դժկամությամբ ենք անում այդ ամենը։ Բայց երբ որ դու ազատ ես այդ ամենը գործել եւ գիտես ում համար, ինչի համար, ժամանակդ ես տրամադրում նեղված մարդու հետ զրուցելու, հիվանդի կողքը նստելու, ընկածին բարձրացնելու համար, այդ ժամանակը քեզ դարձնում է հավիտենական կյանքի կրողը։ Մենք այսօրվա մարդիկս տարատեսակ միջոցներով ենք ապրում եւ միջավայրերում ենք ապրում։ Նրանք, ովքեր հիվանդ են, իրենց համար ժամանակը միշտ կանգնած է, շատ դանդաղ, չի գնում ժամանակ առաջ։ Նրանք, ովքեր որ ամեն օր զվարճանքներ են փնտրում, կերուխում են փնտրում, նրանց համար էլ ժամանակը շատ արագ է անցնում, չի բավականացնում, դժգոհ են, որ օրը կարճ էր։ Նրանք, ովքեր սպասման մեջ են, անհամբեր են, բայց նրանք, ովքեր կարողանում են այս հոգևոր ճշմարիտ սիրով սիրել, նրանց համար ժամանակը հավերժություն է, եւ դու այդ հավերժության մեջ ես փորձում ապրել ու գործել։ Դրա համար ասում է, այսօր ում ես դու ծառայում, սա ոչ թե ինչին, այլ ում եւ ինչպիսին պետք է լինի այդ քո ծառայությունը։ Հիսուս ասում է, դու չես կարող երկու տերերի ծառայել, Աստծուն եւ Մամոնային, դրամին, նյութին, այս աշխարհին։ Մեկին պիտի սիրես, մյուսին ատես, որովհետեւ բարեկամությունը աշխարհի հետ, թշնամություն է Աստծո հետ։ Մենք մարդիկս այսօր սովոր ենք աշխարհի բարեկամությունը փնտրել, աշխարհի սիրո մեջ ապրել, մոռանալով իրական սերը։ Մենք թողնում ենք այն ինչ որ հավիտենական է, ինչը որ մնայուն է, մենք ընտրում ենք ժամանակավոր այս աշխարհը եւ այս ժամանակով փորձում ենք ամեն բան անելու, իմանալով որ մի օր անպայման պատասխան պիտի տանք։ Ինչ էլ որ լինի, մի օր անպայման պիտի բացվի մեր մեղքը, մեր սխալը, մեր թաքուն գործածը, բայց մենք նորից շարունակում ենք գործել, ու այդպես անհոգ ապրել, որտեղ արդեն այդ մեղքի իշխանության տակ ենք։ Մենք չենք էլ գիտակցում, որ մենք ազատ չենք, որ մեզ ստիպում են այդպեսին լինել, որովհետև դու արդեն դրա մեջ քեզ հաճելի ես զգում։ Ինչպես որ թմրամոլը, երբ որ մարդ առաջին անգամ թույնը իր օրգանիզմի մեջ ներարկում է, ինքը չգիտես ինչ վիճակների մեջ է հայտնվում։ Հետո ամեն անգամ փորձում է հասնել այդ երանելի իր պատկերացրած վիճակին, բայց երբեք չի հասնում, ու իր կյանքը կամաց իրեն տանում է դեպի մահվան։ Նախ իր պատիվն է կորցնում, իր ընտանիքն է կորցնում, իր ընկերներն է կորցնում, հետո իր կյանքն է մեռնում ու գնում է այս աշխարհի մեջ, անհիշատակ։ Բայց երբ որ դու փորձում ես դուրս գալ մեղքի իշխանության տակից, սկսում է հոգևոր պատերազմ։ Ցանկացած մարդ, ով ուզում է մեղքից ձեռք ազատվել, փորձությունը պիտի մոտենա իրեն։ Որտեղ որ պահին որ դու հավատացիր եւ ուզեցիր դադարեցնել այդ մեղքը քո կյանքի մեջ, հարցակումդ ավելին պիտի լինի։ Քո վրա մի քանի կողմերից պիտի սատանան ու աշխարհը հարցակում, որտեղ աշխարհը ատում են մարդուն, ով իր նման չէ։ Մեղավոր մարդը ատում է մաքուր մարդուն, որտեղ այդ մաքուր մարդը հայելի է դառնում, դատապարտություն է դառնում այդ մարդու համար։ Եվ եթե չի կարողանում այդ մարդու մաքրությունը հաղթահարել իր մեղավոր կյանքով, սկսում է չարությամբ, ատելությամբ, ստով հաղթել այդ մարդուն։ Բայց եթե մենք էլ մնանք այդ հնազանդության մեջ, այդ արդարության մեջ, մենք անպայման պիտի հաղթենք, սիրելիներ։ Դրա համար է այսօրվա խոսքը ուղղված մեզ, որ անգամ անասունները ճանաչեցին Տիրոջը, զգացին, բայց մարդը, որ պատիվ ուներ, մարդը, որ կոչում ուներ, չհավատաց, որովհետև ինքը փորձեց այս աշխարհի դրած կարգ ու կանոնների միջոցով, բայց Հիսուս բերեց հոգևոր ազատությունը, որ դու չես վախենում ասել, որ ես հավատում եմ Քրիստոսին, սիրում եմ Հիսուսին եւ գնում եմ Հիսուսի հետևից։ Չես վախենում, ստիպված չես ասենը, որ հանկարծ մարդիկ չասեն, սա հայ է, բայց չի հավատում։ Հայ է, մյուս ազգը, մյուսը կապ չունի։ Կարող է թե դու ինձ սիրտ ունես եւ ինձ սիրտով ես ուզում մոտենալ այդ ճշմարտության եւ ապրել։ Եվ մենք կարևոր բան ենք նաեւ մոռանում մեր կյանքի մեջ, որ մեր ամեն օրը տրված է ապրելու համար, ոչ թե ինչ որ օրենքների, կարգ ու կանոնների ենթարկվելու համար, այլ պարզապես Քրիստոսով ապրելու համար։ Ոչ թե շաբաթն է, որ մարդը պիտի ծառայել, շաբաթը պիտի ծառայի մարդուն։ Այդ օրը մարդու համար է, ոչ թե մարդը այդ օրվա համար։ Դրա համար մեզ տրված այդ հոգևոր ազատություն այսօր, սիրելիներ, ճանաչելու, զգալու եւ ապրելու։ Եվ եթե պիսի մենք չմահանանք, մեղքի մեր վարձը մահը չդառնա, մենք պիտի փոխենք կյանքի։ Թույլ տանք, որ մեղքը կամած մեր վրայից դուրս գա։ Հանենք հին մարդու մեր վրայից
նոր մարդ հագնենք, որպեսզի մենք զորավոր դառնանք, հոգևոր դառնանք։ Հոգևոր մարդու կարիք այսօր շատ կա մեր կյանքի մեջ։ Ոչ թե հավատացյալի, որ չգիտես հոգևորը թե մարմնով, այլ հոգևոր մարդու, ով ինքը գիտի, որ Քրիստոսով է ապրում, Քրիստոսի համար է ապրում եւ Քրիստոսով է գործում այս աշխարհի մեջ։ Ամոթ չի համարում աղոթել, չի վախենում սիրել, չի նահանջում իր առաքինության մեջ, չի վախենում իր տկարությունը խոստովանել, չի վախենում ասել այո, որ մեղք եմ գործել, բայց սա ինձ նորից հնարավորություն տվեց նորից Տիրոջը մոտենալու եւ Տիրոջից ներում խնդրելու եւ այդ ներման մեջ ապրելու համար։ Ուրեմն թող Տերը մեզ օրհնի սիրելիներ, իր խաղաղության ու հանգստության մեջ պահի, որպեսզի մենք գիտակցենք այսօր մենք ում ենք ծառայում եւ ինչի ենք ուզում ծառայել։ Երբ որ այս հարցի պատասխանը մենք մեզ համար գտնենք, թե ում ենք ծառայում, մեղքին, թե Աստծո արդարությանը, այդ ժամ կգիտակցենք նաեւ մեր կյանքի նպատակը այս աշխարհի մեջ։ Երբ որ դու մեղքին ես ծառայում, նաեւ նպատակդ ես կորցնում։ Քո աչքի առջև այլևս ճանապարհներ չես տեսնում, լույսը չես տեսնում, հույսը չես տեսնում, դադարում ես հույսին հավատալ, բայց հույսը երբեք մարդուն ամոթով չի թողել։ Պարզապես դու պիտի կանգ առնես, ասես, այլևս քեզ չեմ ծառայում, որովհետև ես Տիրոջն եմ պատկանում։ Եվ կամանց վեր կենալ, բարձրանալ, մոտենալ Տիրոջ ասել. Տեր, ինչպես անառակ որդին ասեց, մեղանչեցի երկնքի քո եւ առջև, ներիր ինձ։ Եվ Տերը կասի, իմ այս որդին կորած էր, գտնվեց, մեռած էր, կենդանացավ։ Թող Տիրոջ սերը, խաղաղություն, Աստծո շնորհ ամենքիդ հետ լինի, այժմ եւ հավիտյանս, հավիտենից։ Ամեն։